Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսով զրույցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Այդ մասին Զելենսկին հայտնել է Տելեգրամի իր ալիքում։ Այսօր շատ լավ զրույց եմ ունեցել, քննարկել ենք աշխատանքի որոշ էական մանրամասներ։ Կան լավ գաղափարներ, որոնք կարող են աշխատել հանուն ընդհանուր արդյունքի և շարունակական խաղաղության։ Հուսով եմ, որ մեր Սուրբ Ծննդյան պայմանավորվածություններն ու քննարկված մտքերը օգտակար կլինեն, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով Ռուստեմ Ումերովը զրուցել է ամերիկյան կողմի հետ հերթական շփումների մասին։ Չենք կորցնում ոչ մի օր, պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս նախագահ Թրամփի հետ ամենաբարձր մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Մինչ ամանոր շատ բան կարող է որոշվել, ավելացրել է Ուկրաինայի նախագահը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հրամանով ամերիկացի զինվորականները Նիգերիայում հարվածել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ուժերին։ Այսօր որպես գերագույն հրամանատար իմ հրահանգով Միացյալ Նահանգները Նիգերիայի հյուսիս-արևմուտքում հուժկու և մահացու հարվածներ են հասցրել Իսլամական պետության ահաբեկիչներին, որոնք թիրախավորում և դաժանաբար սպանում են առաջին հերթին անմեղ քրիստոնյաների այնպիսի մասշտաբներով, ինչպիսիք չեն եղել տարիներ, նույնիսկ դարեր շարունակ, գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ նախազգուշացրել էր, եթե ահաբեկիչները չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ապա թանկ կվճարեն դրա համար։ Պատերազմի նախարարությունը հասցրել է բազմաթիվ գերազանց հարվածներ։ Իմ ղեկավարությամբ մեր երկիրը թույլ չի տա, որ իսլամական արմատական ահաբեկչությունը բարգավաճի, ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Գրառման վերջում նա շնորհավորել է բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում սպանված ահաբեկիչներին։ Նիգերիայի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ երկրի կառավարությունը շարունակում է սերտորեն համագործակցել իր գործընկերների հետ, թուլացնելու ահաբեկչական ցանցերը, խաթարելու նրանց ֆինանսավորումը և լոգիստիկան ու կանխելու անդրսահմանային սպառնալիքները։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Վաշինգտոնի պատրաստակամությունը նպաստելու Կամբոջայի և Թայլանդի միջև հաշտության բանակցություններին։ Այդ մասին հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Ամերիկացի պաշտոնյան մտահոգություն է հայտնել շարունակվող բռնության կապակցությամբ։ Ռուբիոն վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը խաղաղությանը և ընդգծել Կուալա Լումպուրի հաշտության համաձայնագրի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օժանդակել բանակցություններին Կամբոջայի և Թայլանդի միջև խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով, ասվում է հաղորդագրության մեջ։ Դեկտեմբերի 24-ին Կամբոջայի և Թայլանդի իշխանությունները բանակցություններ են սկսել սահմանին զինված հակամարտությունը կարգավորելու համար։ Ըստ The Nation պարբերականի ակնկալվում է, որ դեկտեմբերի 27-ին երկու երկրների պաշտպանության նախարարները հրադադարի համաձայնություն կստորագրեն։ Մինչ այդ, սակայն, տեղեկություններ են ստացվել մարտերի շարունակման մասին։ Կամբոջայի և Թայլանդի սահմանային բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալայզիայում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը միմյանց են մեղադրել։ Թայլանդի և Կամբոջայի միջև տարածքային վեճը շարունակվում է ավելի քան 1 դար։ Հակամարտության հիմքում տարածքային վեճերն են։ Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցած հորդառատ անձրևը ջրհեղեղներ և սողանքներ է առաջացրել։ Դրանց պատճառով մահացել է առնվազն 3 մարդ։ Նահանգի պաշտոնյաների խոսքով փոթորիկները Լոս Անջելեսի շրջանի որոշ հատվածներում հորդառատ տեղումներ են առաջացրել, իրականացվել են մարդկանց տարհանումներ, փակվել են հիմնական ճանապարհները։ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փրկարարական աշխատանք են իրականացրել, այդ թվում օգնություն ցուցաբերելով ջրի մակարդակի բարձրացման պատճառով մեքենաներում մնացած մարդկանց։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայի հարավային այլ շրջաններում։ Եղանակային վատ պայմանների պատճառով նահանգի մոտ 100,000 բնակիչ դեկտեմբերի 25-ի երեկոյան մնացել է առանց էլեկտրականության։ Միացյալ Նահանգների եղանակի կանխատեսման կենտրոնը նախազգուշացրել է, որ հնարավոր են նոր հեղեղումներ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։